Հանուն հոր եւ որդու եւ օգուին սրբո ամեն։ Վեցերորդ գիրագին ասանք սիրելիներ, որը մեծ պահքի վերջի գիրագին է։ Եվ տեսանք, որ բարեգենթանի միջոցով մարդս Աստուծո ներկայության մեջ ստեղծվեցավ, երջանիկ էր եւ առանց ցավի, եւ տոնախմբեցինք բարեգենթանը։ Արտաքսման գիրագի մեջ տեսանք, որ մարդս չհնազանդվելով Աստուծո խոսքին, ինքզինքին դուրս դրավ դրախտեն, ասելով, որ ես իմ մեջս կյանք ունիմ, քեզ մե եկող կյանքը չեմ ուզեր։ Աբա անարագի գիրագի մեջ կտեսնենք Աստուծո դունեն, հոր դունեն հեռացած այդ երիտասարդը կվերաթարնա ետ եւ զղջումով ապաշխարությամբ ներողություն կխնդրել, որովհետեւ հոր ապահովության մեջ մտնի։ Տնտեսի գիրագի մեջ տեսանք, որ այդ երիտասարդը կյանքի թարմությունը ճաշակած, խելքը կործածեց, ասելով, որ հորս ունեցվածքը ինչպես կրնամ տնօրինել, ինչպես կրնամ կառավարել, եւ դրամի ջարդուգության շնորհիվ Տերը քովեց այդ ծառային, որը գիտե աշխարհի մեջ ինչպես պիտի կործածե նյութականը։ Անցնող գիրագի, թադավորի գիրագին էր, որ այդ երիտասարդը քիչ մնալ մեծեր էր, ասա, որ Աստուծո հետ կապը մնայուն պիտի լա, որովհետև մենք մարդիկս տգար ենք, հարադև աղոթքի պետք ունենք, որովհետև Աստծո շնորհի մեջ մնանք։ Եվ այսօր Գալստյան գիրագին է սիրելիներ, որը երկու խորհուրդ ունի։ Հիսուսի տաճար գալուն, որը քալ շաբաթ պիտի լա, եւ Տիրոջ երկրորդ գալուստի այս աշխարհի վրա։ Կյանքի մեջ անխուսափելի ճշմարտություններ կան, սիրելիներ, որ մենք մարդիկս ոչ մեկ բան կրնանք անել։ Տեսեք, օրը կսկսի, որ չափալ դժվարը լար օրը կվերջանա, արևը մայր կմտնի։ Քարունը գուկա, հուսանք գուկա այս տարի, բայց գուկա ծաղիկները կձաղկին եւ վերջը ծաղիկները կչորնան։ Մենք ալ դուք երբ որ երտակ ձեր Facebook-ի հին նկարները նայիք, ասենք 10 տարի առաջ, գնայիք ինչ երիտասարդ էիք, հոս մազ կար գլխում վրա, կամ սև էր մազերը, հիմա գնայիք կտեսնեք որ չափ փոխվել եք, այսինքն մեր կյանքը փոխվել է, մեր շարժումները թանթաղել են։ Եթե ձեր 20 տարեկաններու մեջ եք վստահ թաղումը տեսած եք, մասնակցած եք ուղարկավորությանը եւ գիտեք, որ մահը գոյություն ունի եւ անխուսափելի է ինչ ալ որոնենք։ Նույն է Քրիստոսի երկրորդ գալուստը, սիրելիներ։ Ինչպես ամեն անգամ, երբ որ հավատամքի մեջ կուքանք, կհաստատենք մենք ինչին կհավատանք եւ որ ճշմարտությանը կհավատանք։ Եվ գսենք, որ Դերը պիտի քա նույն մարմնով, հորը փառքով, թադելու ողջերն ու մեռածները։ Այսինքն Հիսուս գնաց, գործը դեռ չէ ավարտված, պետք է վերադառնա։ Նաև ինքը գսե, մարդու որդին պիտի քա նորեն, բայց հավատ պիտի գտնե անցյալ շաբաթվա ավետարաններ։ Եվ հայտնության գիրքը կհաստատի ասելով, որ նոր երկինք եւ նոր երկիր պիտի լա, որտեղ Տերը ամեն ինչ պիտի վերափոխի։ Եվ ամեն գիրագի գուքանք Աստուծո ներկայության կգենանք այն հույսով եւ հավատքով, որ օրը պիտի միանանք մեր Տիրոջը։ Պարզապես հոս կրոնական բաներ չեն գներ, որ լավս կանք ինքզինքի եւ երթանք։ Ոչ, մենք կհաստատենք, որ հիմա եկեղեցին ժամանակը կանրադարձե, transcend կնե ժամանակը, կմտնե Աստծո իրականության մեջ եւ մեր հույսը կսորվեցնե, որ մենք ալ Աստծո ներկայության մեջ պիտի տենանք։ Ադորամար Տերը սավ ինձի սիրողները պիտի լան հոր, ուր ես կգտնվեմ։ Ինչպեսին պիտի լա Տիրոջ գալուստը։ Սուրբ Գիրքը շատ կխոսի, հատկապես Մատթեոսի 23-ին 25 ետենայի Աստծո գալստյան մասին է։ Նախ երկու ծայրահեղություն կա, շատերը աշխարհի մեջ ինչ որ գլա կգաբեն Աստուծո գալուստին հետ։ Իսկ մյուսներն ալ հեչ հոգերնին չէ, Հիսուս պիտի կա, Քրիստոս պիտի կա, օր մնե գանցնի գոր։ Կադարյալ անդարբերություն է, որը ինքնին մեղք է։ Առաջինը, որ Հիսուս պետք է կա։ Երկրորդը, որ այս աշխարհը հավիտենական չէ, սիրելիներ։
Այդ սուղոթոն, որ ունի տունը, գեղեցիկ հագուստները, որ մեկ անգամ հագել ես 10 տարի է գաղված է, բանկայի մեջ հաշիվները, ինչ որ ունիս, ժամանակավոր է եւ արժեք չունի, չի կործածվիր, օրը պիտի կա, որ պիտի երթա։ Երրորդ, որ ամեն ինչ պիտի վատ թարանա, այսինքն քեշնա, նախքան որ լավանա, ըստ Սուրբ Գրքի, եւ օրը նոր երկինք եւ նոր երկիր պիտի։ Պողոս Արաքյալը շատ կերպարով ձևով, պատկերներով գխոսի, ըսելով, որ երբ հրամանը լսվի, հրեշտակաբեդը աստարարե եւ Աստծո փողը հնչե, շեփոր պիտի ինչե երկինքի մեջ, դերը ինքը երկինքի պիտի իջնե եւ նա խարություն պիտի առնեն անոնք, որ Քրիստոսի հավատացին եւ մեղան։ Եվ ապա մեզ մի անոնք, որ այն ադեն թեր ողջ պիտի ըլան, անոնց հետ միասին ամբերու վրա երկինք պիտի հափշտակվին դերը թիմավորելու համար եւ այնուհետեւ Տիրոջ հետ միասին պիտի լանք հավիտյան։ Այսինքն գսե որ այս ամենը վերջ որ ունենա լավ դեր ունին գերտալի Տիրոջ ներկայության մեջ ըլլան։ Արաքյալ այս ամենը գսկուշացնե որպեսզի մենք ոչ թե վախնանք ինչ որ պիտի լա, ոչ, այլ որպեսզի արթուն եւ ըսկաստ կյանք ունենանք։ Մեր միտքը չսպաղի միայն աշխարհայինով։ Ինչպես երբ որ բարոնը կամ օրիորդը դասարան կմտնի, կսե դղակ ասի ինչ որ քննություն ունի։ Քեշ օրիորդ է, ոչ, կսե որպեսզի պատրաստիկ, որտեղ ուսանելու նպատակը քննություն տալն է եւ այդ գիտելիքը մեր մարմնի մեջ հիշելն է։ Երկրորդ գալուստը սիրելիներ ոչ թե մեկ դեպք է ըստ Սուրբ Գիրքին, այլ դեպքերու շարք է։ Եվ դերը ինքը գսե, զգուշ եղեք, չլա որ մեկը ցեզի խաբե, որովհետև շատեր պիտի քանի մանունովս եւ ասեն, թե ես եմ Քրիստոսը, եւ պիտի մոլորեցնեն շատերը։ Բادرազնելու ցայներ եւ լուրեր պիտի լսեք, հեչ լսած եք, TV-ին բացեք, կտեսնեք ինչ կլա։ Բայց մի խռովիկ, որովհետև պետք է որ ասոնք պատահին, ասիգա չի նշանակել որ աշխարհի վաղճանն է։ Ասքեր իրարու թեմ պիտի կրվին եւ թագավորություններու թեմ, քանի տարի է պատերազմ կա որ չի գնար։ Զանազան դեղեր սով, համաճարակ, անցնող դարիներին ունեցանք համաճարակ եւ երկրաշարժներ տեղի պիտի ունենան, բայց այս բոլորը դեր երկունքին սկիզբն է։ Ինչպես որ մայրը զավակ պիտի բերե, մեկ հատ ցակ ունենա, երկու հատ ցակ ունենա, վերջը սարսափելի գլա, դերը նույն ձևով գսե որ երկունքին սկիզբն է։ Այս ամենով դերը գսե որ զգուշ եղեք որ չխաբվիք, որտեղ ես եմ փրկիչը, չլա խռովություն կամ ծանրություն կամ ովևէ ցավ ձեզի ինձ մե հերու բայ կամ ովևէ սխալ համոզում։ Շատերը կգարձեն որ դե շատ դրամ ունին, լավ տեխնոլոգի կործածել գիտեն, գրավիչ խաղապարներ ունին, ինչպես այսօր աշխարհի մեջ գուզեն superhuman-ներ շինեն AI-ներու միջոցով, չէ, բայց այդ ամենը մահվան հարցը չի լուծեր։ Աստված պիտի կա եւ ամեն ինչ պիտի նորոգի։ Այդ տեսակ մարդիկը նման են այդ բզդիգը, որ սենյակի մեջ լեգո կխաղա եւ գսե բաբան այ ինչ շինած եմ, գթրի գոր։ Նույնը աշխարհի մարդիկն են։ Թուն վերեն գտեսնես, Աստված նույն ձևով վերեն գտեսնի։ Նշանները պիտի լան, որ ուրիշ նշաններու պիտի ցույց տան, որ գալուստը մոդ է եւ շատ կարճ պիտի տևե գսե։ Այսինքն գնմանի երբ որ գերտակ մուվի մտի դելու, սկիզբը advertising-ներ գլա եւ վերջը մեգեն լույսերը գմարի։ Որը ինչ նշան է, որ ահա ֆիլմը պիտի սկսի։ Նույն ավետարանը գսե, նեղության այդ օրերեն անմիջապես ետք, արևը պիտի խավարի եւ լույսինը այլևս պիտի չփայլի։ Արդեն եք եւ արև այդ օրը գործի չէ, երևակայեցեք ինչ պիտի լա։ Երկինքեն աստղերը պիտի ինան եւ երկնային մարմինները պիտի սասանի։ Աբա մարդու որդի նշանը, որը խաչն է, պիտի երևի երկինքի մեջ եւ պիտի կա Տերը թադելու ասկերը։ Անկամ երկինքն ու երկիրը պիտի հայտարարեն Տիրոջ գալուստը գսեն։ Տեր այս ամենը մեզի կզգուշացնե, որ մենք պատրաստ լանք իրեն թիմավորելու։ Որտեւ եթե գսիրենք իրեն, ինչպես ամեն մարդ, երբ որ սիրո հարաբերության մեջ է եւ հերո է իր սիրելիներին, ինչ կսե, ժամ առաջ կուզեմ իրեն տեսնել, վարգյան առաջ կուզեմ իրեն տեսնել։ Ուրեմն մենք ալ եթե գսիրենք, կուզենք իրեն տեսնել, բայց եթե չենք սիրեր, կսենք կարևոր չէ հիմա, կամ ձևով մենք կուզենք փախնել այդ իրականությանը։
Անոր համար Տերը գսե պատրաստ եղեք Երանի այն ծառաներուն, որոնց Տերը երբ որ գուկա արդյուն կգտնես իրենք։ Կսեմ ցեզի թե ինք իր մեջքին քոդի պիտի կաբե, պիտի նստեցնես իրենք եւ ինք պիտի սպասարկե անոնց։ Եվ վստահաբար Տիրոջ սիրողներուն համար շատ ավելի լավ դեր պիտի երթանք սիրելիներ։ Կպատմվի երկու մանուկներու մասին, որոնք թեր իրենց մոր որովայնի, փորի մեջ են, եւ իրարու հետ գխոսին, մեկը գսե, որ գիտես օրը պիտի ելնենք հոստեղեն, եւ դուրսը լույս կա, կերագուր գահոն ավելի քաղցր եւ անուշ։ Մյուսը գսե, ոչ գսե, միշտ աստղավարի մեջ պիտի մնանք, լույս պիտի չլա։ Չէ, մյուսը գսե, նայ, մեր մայրը միշտ գսե, որ պիտի դուրս ելնենք, պիտի տեսնեմ ցեզի, պիտի սիրեմ ցեզի։ Նույն ձևով ալ մարդը սիրելիներ, ինքը այս աշխարհեն դուրս պիտի ելնե եւ Աստված պիտի սիրե եւ քուրքուրա։ Ուրեմն ինչպես պետք է պատրաստվենք Տիրոջ գալուստին, սիրելիներ, մեր կյանքը պատրաստություն է, եթե նշмарած եք ամեն մեր կյանքը։ Գարնանը կպատրաստվենք, եթե չենք պատրաստվի, գյուղացին կպատրաստվի, հողը կմշակե, ցորենը կպատրաստե, որտեղ փերք պիտի կավեն։ Ծնունդ կառնենք, ծաղկոց կերտանք, դբրոց կերտանք, համալսարան կերտանք, վերջը կորձի կերտանք, որովհետև Աստված մշակելու ստեղծած է մեզի, որովհետև մենք մշակենք իր արարչությունը։ Մենք պատրաստության համար նախ պետք է հաշիվնից մաքրենք Աստուծո հետ, ասի շատ կարևոր է ամբողջ պարտքի ընթացքին։ Իր բադվիրանները հատկապես սիրով պետք է կործադրենք, սիրեք ու Տեր Աստվածը ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ եւ ամբողջ մտքովդ։ Մեկ հատ մտածեցեք մենք ինչ կսիրենք ամենեն շատը։ Ամբողջ հոգիով, մտքով, սրտով արդյոք Աստված է որ կսիրենք եւ երկրորդ ադոր նման է գսե այսօր վավետանա սիրեք ու ընկերդ քո անձիդ պես։ Երկրորդ մեր հաշիվնին պիտի մաքրենք մենք մեզի հետ, որտեղ շատերս մեր կյանքը չենք քններ եւ ինքնահոս կապրենք, ինչ որ եկավ դուրս։ Ուր եմ ես կյանքիչ մեջ, ուր գերթամ, ինչ է գերագույն նպատակս, այսինքն Աստծո առջև պիտի կենամ, քննեմ անձս, ընդունիմ իրեն եւ Դավիթ Սամոսողին պես ասեմ, փորձես ով Աստված ու քիծիր իմ սիրտս, ինձի քննե եւ քիծիր իմ մտածություններս եւ նայե, եթե արդյոք չար ջամփու մեջ եմ եւ զիս դեպի հավիտենական ջամփա առաջնորդ է։ Եվ անշուշտ երրորդը սիրելիներ, մեր հաշիվնին պիտի մաքրենք մեր դրացիներու հետ, մեր ազգականներու հետ, մեր ընկերներու հետ, պիտի ներենք եւ պիտի ներվինք, որովհետեւ Տերը ասավ, ինչ ալ որենեք այս աշխարհի մեջ, բայց եթե չսիրեք եւ չներեք իրարու, ընդունելի չլար ձեր զոհը։ Ադոր համար ասավ, եթե զոհարանին վրա ընձատ Աստուծո մատուցանելու ադեն հիշես, որ եղբայրդ վշտացած է քեզվե, այսինքն բادرակ երթալեն առաջ, եթե հիշես։ Ընձատ ցկե զոհարանին արջև, գնա նախ հաշտվե եղբորդ հետ եւ ապա եկուր եւ ընձատ Աստուծո մատուցե։ Թուն գնա թող ինքը չընդունի։ Թուն գնա ներողությունս է, հաշտվիր, թող ինքը չընդունի։ Այն ադեն փերը իր կոբը գլա եւ ծանրությունը իր մեջ գլա։ Հետևաբար սիրելիներ, Գալստյան գիրագին յուրաքանչյուր քրիստոնյային կհրավիրե մեր լուսավոր գործերով, հարադեվաղոտքով, բահքով, աստվածային պատվիրաններու կատարումով, Քրիստոսի խոսքին հնազանդելով դիմավորենք տիեզերքի իշխանին եւ միասնաբար կալ շաբաթսենք Ովսաննա, Ովսաննա, օրհնյալ է Դավթի որդին, որ գուքա Տիրոջ անունով, որով օրհնյալ է Դավիթյանս Հավիտենից